311 հոդվածի 4 մասի 2 կետով, Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4 մասի 2 կետով 31 դրվագ և Քրեական օրենսգրքի 310 հոդվածի հոդվածով, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 30-179 հոդվածի 3 մասի առաջի կետով Պարսել Գերասիմի Բեգլարյանի Քրեական օրենսգրքի 30-179 հոդվածի 3 մասի առաջի կետով և Գևորգ Գրիգորի Հարությունյանի Քրեական օրենսգրքի 30-179 հոդվածի 3 մասի առաջի կետով նիստի նախագահի արտագործություն դատարանի Գագիկ Հովհաննիսյանը, նիստերի քարտուղարն է Վիկտորիա Թադևոսյանը, նիստի քարտուղարին խնդրում զեկուցելով թե ներկայացնի, ինչպես նաև բացակայող անձանց չներկայանալու պատճառների մասին։ Պատվարժան դատարան դատական նիստի ներկայացրել հանրային մեղադրող ծովափնացականները պաշտպաններ Ռուբեն Հակոբյանը, Նիկոլայ Հակոբյանը, մեղադրյալներ Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը, դատական նիստին չեն ներկայացրել պաշտպան Ամրամ Մակինյանը, մեղադրյալ Գևորգ Հակոբյանը, 05-11-2020 թվականին Գևորգ Հակոբյանի կողմից դիմում է ստացվել դատարան հարգելի պարոն Հովհաննիսյան, այսօր 2025 թվականի նոյեմբերի 4-ին ժամը 22:00-ի սահմաններում պաշտպան Ամրամ Մակինյանից տեղեկացավ, որ նոյեմբերի 9-ին դատական նիստ է նշանակված, սակայն ցանկանում է տեղեկացնել, որ աշխատանքային այցով մարզում դասընթացների իրականացման նպատակով գտնվում են ՀՀ Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղաքներում և ֆիզիկապես հնարավորություն չունեն վաղը ներկայանալ դատական նիստին։ Հայտնում եմ նաև, որ չեմ արարվում, որ իմ բացականությամբ նիստը անցկացվի Գևորգ Հարությունյանի ստորագրություն, ինչպես նաև նշեց, որ նախագահ ու դատավորի նիստերի քարտուղարի և հանրային մեղադրողի դեմ բացառքի միջնորդություններ չունի և դատական նիստերի դահլիճում նաև ներկա են գտնվում լրատվական միջոցի ներկայացուցիչները։ Եվ շնորհակալություն, ներկայացուցիչներ խնդրում ներկայացրել հայտնենք, թե ինչ է ցանկանում իրականացնել տեսազենյակում լուսանկարում։ Պատվարժան դատարան ցանկանում ենք ուղիղ տեսանեկարահան իրականացնել, ուղիղ հեռարձակում ապահովել, խնդրում ենք թույլ տալ։ Բոլորը նույն կարծիքին են, որ իրավունքին շնորհակալություն։ Քիչերը վերադարձենք 160 փաթեթին, Մուսանին, Ռավանեն և Անամոտ վերադասում են։ Մեղադրյալների կարծիքը ուղիղ հեռարձակման վերաբերյալ պարոն Սարգսյան առարկություններ ունեք համաձայնենք, որ ուղիղ հեռարձակումը իրականացվի և մյուս մեղադրյալները Բարսեղ Բեգլարյան համաձայն եք, որպես որտեղ այս է պատասխանում դատարանի հարցին, հարգելի մեղադրյալ դատարանի հարցին, որտեղ այս է պատասխանում, համաձայն եք, որպես շնորհակալություն, նստեք խնդրեմ և Գևորգ Հարությունյանը չի ներկայացել և ուղիղ հեռարձակման վերաբերյալ կողմերի կարծիք, այլ կարծիքներ կան, տարբերվող կարծիք պաշտպանները չունեն, պարոն Հակոբյան դուք եք ունեք, շնորհակալություն և դատարանը թույլատրում են, որպեսզի իրականացվի ուղիղ հեռարձակում և հարգելի կողմեր չներկայացած մեղադրյալի բացակայությամբ գործի քննությունը շարունակելու վերաբերյալ, այսինքն քննություն դատական նիստ իրականացնելու վերաբերյալ կողմերի կարծիքը, նաև դատարանը կողմերին տեղեկացնում է, որ միջնորդություն է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ որպես խափանմիջոց նաև բացակայելու արգելք կիրառելու մասին միջնորդությունը ներկայացվել է Դատախազ Ծովափնացականյանի կողմից 3 ուշ երեկոյան և այդ իսկ պատճառով հրատապության կարգով այսօր դատական նիստ է նշանակվել և նշված հարցի վերաբերյալ նշված միջնորդությունը ուղղակի քննության իրականացնենք, որից հետո նոր որոշենք շարունակելու մեղադրյալի բացակայությամբ ևս շարունակելու վերաբերյալ հարցը։ Կողմերի կարծիքը, պարոն Մնացականյանի առարկություն չունեն ընդունելի տարբերակ։ Նշված միջնորդությունը միայն քննության առարկա։ Միջնորդությունը քննության առարկա դարձնենք, հետո քննարկենք շարունակելու հարցը։ Եվ նաև չեմ ավարտում, որ առանց չներկայացված մեղադրյալի դատական նիստը շարունակվի, բայց եթե քննարկվել է խափանմիջոցի հետ կապված հարց, ապա մենք նախկինում ենք մեր դիրքորոշում ներկայացրել և այդ խափանմիջոցը վերացնելու հիմնավորումները գտնում ենք, որ կապված էր նաև մասնակցի մասնավոր կյանքին, հետևաբար նույն դիրքորոշումը ունենք հիմա, խնդրում ենք, որ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի կարգով այդ նիստը իրականացվի դրանց հարկ բացառությամբ մերձավոր ազգական հանդիսացող Հայկ Խաչատրյանի և անվտանգության աշխատակցի նախորդիստը, որ միջնորդեցիք
Մերձավոր ազգական տեսանակ եւ համապատասխան աշխատանք։ Նույն խնդիրն ակնհայտվելու որբեք փոփոխություն չի եղել մեր դիրքորոշումը։ Եղավ շնորհակալություն, այլ կարծիքներ կան։ Կան մյուս կողմերով կան, լավ, եւ հարգելի կողմեր եւ դատարանը տեղեկացնում է, որ սույն վարույթով եւս դատարանի կողմից 31 հոկտեմբերի 25 թվականին որոշում է կայացնել գործի վարույթ ստանձնելու նախնական դատարանություններ նշանակելու մասին։ Որոշման օրինակները խոսքը վերաբերում է ՀԿԴ 0249-0125 քրեական գործը, որ միացել է 0154 իմ նախագահությամբ քվող 0154-0125 քրեական գործի եւ դատարանը եւս մեկ անգամ որոշում է կայացել, այսինքն ոչ թե եւս մեկ անգամ ընդհանուր մեկ գործ են դիտել եւ որոշում են կայացել նախնական դատարանություններ նշանակելու մասին եւ համաձայն որոշման նոյեմբերի 11-ին ժամը 16-ին պետք է առաջին դատական նիստը նախնական դատարանություններով կայանար, սակայն հաշվի առնելով միջնորդությունը դատարանը որոշում է կայացել, որ այսօր ժամը 11-ին միջնորդությունը քննության առարկադառնա։ Որոշման օրինակներ ունեք թե չունեք։ Ես չունեմ։ Չունեք, ով չունի, որ հանձնենք, եթե չի հասել, հանձնենք իրավունքների պարտականությունների վերաբերյալ շատ բոլոր կողմերին հանձնենք։ Չունեք, չունեք։ Լավ, դատարանը 2 րոպե ընդմիջում է հայտարարում եւ աշխատակազմին պարտավորեցնում ենք Վիկտորիա ջան կողմերին ընդմիջման ժամանակ հանձնարարական օրինակների իրավունքների պարտականությունների վերաբերյալ հուշաթերթը, ինչպես նաեւ միջնորդությունը քննության առնելու մասին, որոշումը միացման մասին է խոսքը։ Բոլոր կողմերին այդ օրինակները հասնում։ 2 րոպե ընդմիջում։ Ողջույն դատարաններով
Նստեք ընթեմ։ Շարունակում եք գործիքնությունը ընդհատման արից հարգելի կողմեր բոլորը ստացան որոշումները։ Այո։ Եվ դատարան լսելով կողմերի կարծիքը գտնում է, որ մեղադրյալ Գևորգ Հարությունյանի բացակայությամբ ըստեյության այս պահին կարող եք շարունակել գործիքնությունը, պայմանավորված, որ խափանմիջոցի հարցի քննարկում եք իրականացնելու եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատախազությունով առաջի դատական նիստը դատարանը ասում է, որ մասնակիցների ներկայացած մասնակիցների ինքնության եւ ազգազրությունների պատճառացության ստուգմանը հարգելի հանրային մեղադրող խնդրում եք դատել։ Պատվարժան դատարան համստանում գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության անկարգորուպցիոն կոմիտեի միջդատական վարույթի օրինականության կոմիտեում իրականացվող քրեական վարույթներով միջդատական վարույթի օրինականության դատական խոստովանության վարության ավագ դատախազության ֆինանսական քրեական ՀԿՏ 0154-0125 քրեական գործով հանդիսացել է մանրային մեղադրող ներկայում երբ որ արդեն ստացա երկու վարույթները միացնելու մասին որոշումը եւ վարույթ ստանալու մասին որոշումը նաեւ երկրորդ միացած մասով հա ներկայանալու լիազորագիրը պատահորում եմ դատարանի ներկայացնել դատական նիստի ավարտից անմիջապես Հասկանալի է միջնորդություններ էր 0154-0120 այո, որովհետև համարվել ըստեյության, որ մեջ մյուս կողմի վերաբերյալ նշում է Երկու այդ նշված հանգամանքի վերաբերյալ կողմերի կարծիքը առարկություններ կան, հանրային մեղադրող որպես այդպիսին իր մասնակցությամբ մյուս գործով ասում է լիազորագիրը սակայն առկա չէ, բայց խոսքը վերաբերյալ Չեն կարող առարկություններ չկան, մյուս կողմերը չեն առարկում եւ շնորհակալություն ըստ եւ հարգելի պաշտպաններ խնդրում ներկայացնել եւ նշեք նաեւ որ շարժեք ներկայացում Հասկապան Ուրեն Մարտի Հակոբյան հանդիսանում եմ մեղադրյալի կարգավիճակում հատուկ գտնվող Սերժ Ազատի Սարգսյանի պաշտպանը։ Վկայական եւ արտոնագիր համար 833 մի գործով միջդատական վարույթից են հանդիսանում պաշտպանը, իսկ նոր գործով որ ջրացվել էր դատական փուլից են գրվել։ Եվ պաշտպան անոր մակինան չի ներկայացել առարկությունը չունի։ Ոչ չունեին, խնդիր չի առանց Ամրան Մակինյանի Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում, ուզում ենք հարգելի համարից ասարկայություն։ Շնորհակալություն, խնդրեմ որ պաշտպան ներկայանա Նիկոլայ Հակոբյան, պատասխանում արտոնագիր 414 հանդիսանում եմ Վարդապետի Գալյանի պաշտպանից։ Վարույթի նյութերը մակային փաստաթղթերի պատճեններ ճիշտ է։ Այո, սկզբանե եղել են այլարական։ Եվ շնորհակալություն նստեք խնդրեմ եւ մեղադրյալ Սերժ Սարգսյան ոտքի կանգնեք դատարան հայտնեք ձեւան ազգանուն հայրամն Ճանաչում ենք մի անգամ ստուգել ենք պարոն Սարգսյան գործերի նյութերը միացվել է ընթացակարգն է Սերժ Սարգսյան ծնված 30/06/54 թվականին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում ազգությամբ հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այո Բարձրագույն կրթությամբ նախկինում չդատված 2008 թվականին 2010 թվականին եղել եք Հայաստանության նախագահ չեք աշխատում ճիշտ է այո եւ հաշվառված եք բնակվում եք Կոտայքի մարզ գյուղ Ձորախյուր անկախության փողոց տուն 1 հասցեում ճիշտ է մեղադրական զարգացությունը ստացել եք եղավ շնորհակալություն նստեք խնդրեմ Վարսեղ Գերասիմի Բեգրարյան ոտքի կանգնեք դատարան հայտնեք ձեւան ազգանուն հայրան Վարսեղ Գերասիմի Բեգրարյան ծնված Մարտի 6-ը նշված։ Դե իրական դեպքում 5-ը Որն է։ 5-ին եմ ծնվել։ Մի տարի 5-ին։ Դե չգիտեիք, որ ես ծովերում ստաժ նմանձրաժես մերում էր։ Հա։ Նույն թիմին նույն օր։ Հասկանալի է։ 5-ը բազելեց եմ իշխում, չգիտեմ ինչի։ Ստուգ ենք ընթացքում։ Հա։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անաբադ գյուղում եք ծնվել։ Այո։ Ազգությամբ հայ Հայաստանյան քաղաքացի։ Այո։ Բարձրագույն կրթությամբ ամուսնացած։ Այո։ Նախկինում դատապարտված եղել եք։ Ոչ։ Աշխատում եք։ Ոչ։ Աշխարհման եւ փաստացի բնակության հասցեները քաղաք Երևան Դավթյան փողոց 7 փողոց Դավթյան Այո, այո։ փողոց 7 տուն հասցեում Ճիշտ է։ առողջական խնդիրներ Տիրոջ։ հասկանալի է մեղադրական զարգացությունը ստացել եք ճիշտ է Այո։ Եղավ շնորհակալություն նստեք խնդրեմ դատարանը 2011 օկտոբերի առաջին մասով անցկացնող հասցում է հերթը
հարցերի քննարկմանը ըստ հերթականության բացառքի, ինքնաբացառքի եւ արարքի մասնակցության հարցերի քննարկման է անցնում, որից հետո նոր ընդհանրության հարցը կքննարկենք եւ կանցնենք խափանիչոցի հարցի քննարկման հարավերի կողմեր, ինչպես նշվեց նիստի նախագահում հակագործություն դատարանի դատավոր Գյումրի Հովհաննիսյանի կողմերի բազաբանում, որ դուք յանքունեք դատավորի ներկայացնեն բացառքի միջնորդու դատավորի բացառք հայտնելու հիմքերը թարգված է դատական նոզի 20 մադրական օրենքի 71-րդ հոդվածում, ինչպես նաև քրեական դատավարության օրենքի 66-րդ հոդվածում, մասնավորապես ինքնաբացարկի հիմքերը ներառում են քրեստոնեան դեպքերը։ Դատավորը կանխական վերաբերմունք ունի որպես կողմ հանդեսելու անձին, առնկա չի փաստաբանի դատավարության արմատնակիցների նկատմամբ դատավորպես մասնավորականատես եղել են հանգամանքների, որոնք վիճակվում են գործի քննության ընթացքում դատավոր մասնակցել գործի քննության այդ դատավում դատավորը մերձավորական հանդիսացել է հանդիսանում է կամ ամբողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ։ Բացի այդ դատավորը չի կարող մասնակցել վարորդի ենթերմիջ դատական վարորդում քրեական դատավարության անձնությունը նախատեսված ընդհանրակարգերի շրջանակներում ու կընտրել են դեկլարացված մեղադրանքի կապակցությամբ։ Մեղադրյալի խոստովանությունը, որպես մասնավոր անձնականատես եղելային փաստերին, որոնք քննում են վարորդի ընթացքում առկային այդ հանգամանքները, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել վարորդի հետ կապված նրան կողմնակալության մեջ։ Թիվ 0154-0125 քրեական վարորդով բացահայտման հանգամանքները դատարան արդեն իսկ բացահայտել էր մեկ անգամ կողմերի մասնակցությամբ եւ միայն չէին մասնակցել փաստաբան Նիկոլայ Հակոբյանը եւ Վարսել Բեգրայանը, կողմերի համար տեղեկացնեմ, որ 2001 թվականի 8 թվականի մարտի 1-ի գործով դեպքի իրադարձությունների շրջանակներում հայրս եւ եղբայրս Աբոյնի քրեական հետապնդման են ակնհայտ ենթարկվել, հայր եղբորս նկատմամբ իրականացվել է Աբոյնի դատականակ, որոնց նկատմամբ էլ արդարացման հիմքով հետապնդումը դադարեցվել է, ես որպես պաշտպան եմ հանդես եկել, վերջինների շահերն են պաշտպանել կարող իմանալ եւ սակայն որևէ կարող լինել անկողմնակալ ինքնաբացարկի հիմքեր չունեմ եւ Սերժ Սարգսյանը քանի որ ժամանակ եղել է այդ հանրապետության նախագահ, սակայն մարտի 1-ի գործով մեղադրել դատավարական կարգավիճակ չունի, այդ հարցը մենք քննարկել ենք եւ նշված հանգամանքների հետ կապված կողմերի կարծիքը ասում են բացարկի միջնորդություն ունեք Մարկաշակ Պաշտպանական կողմը կապիտելը կարող է լիովսատնել Ինչպես նախնի հարցը քննարկելուց չունենք այդպիսի հիմքեր չենք տեսնում։ Եվ արտակարգիչներ կան ինքեր չեմ տեսնում։ Եվ շնորհակալություն դատարանում ինչպես նշվեց մեղադրանքը պաշտպանում է գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում միջդատական ողջունիականության նկատմամբ հսկողության վարության դատապաս ծովակ վնասական կանոնը սակայն ձեր ծնունդները ուսորեսօր շնորհավորում ենք ճիշտ եւ դատախազին բազաբանում է որ քրեական դատավարության սկզբի 68 հոդվածի համաձայն 67 հոդվածի համաձայն հանրային մեղադրողի բացահայտելու հիմքերը թվարկած 67 հոդվածում վարորդի հանրային մասնակիցը չի կարող մասնակցել քրեական ողջունի եթե արկայորոշ գրքի 66 հոդվածի առաջին կետով կետով նախատեսված որևէ հանգամանք, ինչ արժանից դատարանի կողմից բարձրաբանվեց կողմերին, համապատասխան վարորդի իրականացնող դատավորի հետ գտնում է ազգակցական կամ անձնական կապվածության այլ հարաբերությունների մեջ։ Ծովակ վնասականին բացարկի միջնորդություն հանրային մեղադրողի կողմերը ունեն։ Բաժան դատարան քանի որ արկա է նման քրեական հանրային քրեական հետապնդում արկա է հաստատված մեղադրական եզրակացություն, որը ուղարկվել է դատարան, նաև արկա է միջնորդություն, որը այսօր պետք է քննարկվի եւ այդ բոլորի հեղինակը Շաքեր Ալոյանի հանրային մեղադրողն է, իսկ նրա աչառու լինելը իր մոտ կասկած չի հարուցում, սակայն որևէ տարբերություն չկա, թե ով կլինի հանրային մեղադրողը այս կարգի գործերով, հետևաբար բացառք չեմ հայտնում։ Բացառք չունեմ։ Բայց մտահոգությունս չի կարող չարտահայտել։ Հասկանալի է։ Ինչ արտահայտեք, դու բան չստացի։ Բացարկի միջնորդություն չունեք։ Մեղադրյալները ևս չունեն։ Ոչ։ Եղավ, հասկանալի է։ Վարույթով մեղադրյալների շահերը պաշտպանելու համար ներկայացել են փաստաբաններ Ռուբեն Հակոբյանը եւ Նիկոլայ Հակոբյանը, մեղադրյալ Վարսել Բեգլարյան ոտքի կանգնեք, ցանկանում եք որպեսզի ձեր շահերի պաշտպանությունը իմ նախագահությամբ գործի քննության ընթացքում իրականացնի փաստաբան Նիկոլայ Հակոբյանը։ Այո։ Շնորհակալություն դասականցնեմ եւ Սերժ Սարգսյանը ոտքի կանգնեք, ցանկանում եք որպեսզի ձեր շահերի պաշտպանությունը իրականացնի փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Այն Ալեքս Մարկինյանը։
Ամրամակինյանը իր ներկայությամբ կներգրավենք այս պայմանությամբ չի շնորհակալություն ստեքնցեմ։ Կողմերին բարձրաբանում որ համաձայն քրական դատավարության օրենսգրքի 68 հոդվածի համաձայն պաշտպանիչը կարող մասնակցել վարորդին, հետևյալ վարորդին մասնակցել որպես դատավոր հանրային մասնակից, մասնավոր մասնակից կամ վարորդին օժանդակող անձ բացառությամբ վկայի փաստաբան հանդես գալու ձեռքերի գտնում միասնական կամ մասնակից ապահովության հարաբերությունների մեջ այն պաշտպանատարանքի հետ, որ մասնակցել կամ փաստաբան ներգրավող բանի մասնակցում է վարորդին, վարորդի կապոցի ապանական օգնությունը ցույց տալիս այն անձի, որ շահերակացնում է վստահողի շահային ազգացական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ է գտնում վարորդի ներգրաված այն անձի հետ, որի շահերը հակասում է վստահողի շահերին, վարորդի մասնակցությունը բացառող հանգամանքներ հայտնի են պաշտպաններին։ Ոչ հայտնի չեն։ Շնորհակալություն կարգուղարն է Վիկտորիա Թադևոսյանը, քրական դատավարության 77 հոդվածության հասկացողից տեղի քարտուղարի բացառքի միջնորդություն կողմեր ունեն։ Ոչ արկական։ Ընդհանրության վերաբերյալ կողմերի կարծիքը Ականով սուրբորձը ընդհանրեզում։ Տարբերում կարծիքներ չկան, հապան միջոցի հարցի քննարկման են կազմում առաջնահերթության կարգով և մասնավորապես քննության առարկային դասնելու Մեղադրած Սերժատի Սարգսյանի վերաբերյալ ներկայացված հապան միջոցի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը և դրանք դատական նիստ անցկացնելու վերաբերյալ կողմերի կարծիքը։ Լսում ենք։ Պատվաստան դատարան, եթե ճիշտ հասկացան նույն են հիմնավորումներն ինչ որ նախորդ դատական նիստին, նախորդ դատական նիստին արդեն իսկ որոշում կայացրել եք դրամփակ ռեժիմով հարցի քննարկման վերաբերյալ, կարծում եմ հիմա տարբերվող այլ որոշում կայացնելու ինչ որ նոր լինքեր արկա չեն, հետևաբար չեմ արարվում պաշտպանի միջնորդություններ և կարող ենք հարցը քննարկել դրամփակ ռեժիմով։ Եվ այլ կարծիքներ Շնորհակալություն իսկ որոշման համար։ չունեք, չենք արարվում։ Պարոն Սարգսյան, միանում եք դրամփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ, այո, շնորհակալություն դատարան լսելու միջնորդությունը, ինչպես այն կողմերի կարծիքը որոշելու միջնորդությունը բավարարել և Սերժ Սարգսյանի վերաբերյալ հապան միջոցի վերաբերյալ միջնորդությունը քննության առնեն դրամփակ դատական նիստում և դատարանը գտնում է, որ նման սահմանափակումը հրապարակության սկզբունքի սահմանափակումը արդարացված է քննության առարկային դարձնելու հապան միջոցի ժամանակ մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություններ կարող են ի հայտ գալ և այդ իսկ պատճառով դատարանը խնդրում է, որպեսզի բոլոր անձինք բացառությամբ այն անձանց, որ պաշտպանի կողմից վկայակոչվեցին, դատարանի դատչը լքեն։